Շոկոլադը ճանապարհ է։ Այդպես մեկ անգամ բախտը ժպտաց երեք եղբայրներին Բարլետայից։ Ոչ մեկի բախտը այդպես չէր բերել, և ով գիտե, էլ այդպիսի բան կլինի թե ոչ։ Բարլետայում երեք եղբայրներ էին ապրում։ Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան՝ հարթ, փայլուն և ամբողջովի շագանակագույն։ Եթարքիր է, ինչի՞ չէ պատրաստված այս ճանապարհը, զարմացավ մեծ եղբայրը։ Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չեն, նկատեց միջնեկ եղբայրը։ Ասֆալտի էլ նման չի, ավելացրեց փոքր եղբայրը։ Գուշակում էին նրանք, գուշակում։ Հետո ծնկին իջան և սկսեցին լպստել ճանապարհը։ Պարզվեց ճանապարհը ամբողջովի շոկոլադե սալիկներից էր պատրաստված։ Եղբայրները, իհարկե, չկորցրեցին իրանց և սկսեցին ուտել այն, կտորը կտորից։ Հետո ուտելով, եղբայրները չնկատեցին, թե ինչպես մութ ընկավ, իսկ նրանք ուտում ու ուտում էին։ Այդպես կերան ամբողջ ճանապարհը, ոչ մի կտոր չմնաց։ Կարծես ոչ ճանապարհ է եղել, ոչ էլ շոկոլադ։ Որտե՞ղ ենք մենք հիմա, հարցրեց մեծ եղբայրը։ Չգիտեմ, բայց սա բառին չէ, պատասխանեց միջնեկ եղբայրը։ Եվ իհարկե մենք Մոլեյետում չենք, ավելացրեց փոքր եղբայրը։ Մոլորվեցին եղբայրները և չգիտեին ինչ անեին։ Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին։ Նա իր սայլակով հանդից էր վերադառնում։ Եկեք ձեզ տուն տանեմ, առաջարկեց գյուղացին և տարավ եղբայրներին Բարլետա, ուղիղ նրանց տան մոտ։ Տղաները իջան սայլակից և տեսան, որ այն ամբողջովին թխվածքից է պատրաստված։ Շատ ուրախացան և առանց երկար մտածելու սկսեցին ագահորել ուտել այն։ Սայլակից էլ ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան։